Բարի օր, ես եկել եմ, որ իրար հետ ամփոփենք, որն է Գյումրու թիվ 1 խնդիրը հարցախույզերը։ Մտոնք են վիդեոներն են, որ կոմենտ կգրեք, թե ինչ ես միկրոֆոնն առեն եք հաղթի ճանին։ Եկել եմ ասեմ, որ ինչ կենենք, սաղիս համար կենենք։ Ու որպես սաղի սցենը, մեր թեժ ընտրություններին մասնակցող 9 թեկնածուներին հասցնենք ձեր դարդերը։ Վատ բան կենենք, չէ, մենք էլ մեր գործը կենենք։ Գործը սեցի հիշեցի, լենագանցի տատիկ պապիկները լեկապրին են հին ու բարի հիշողություններով, երբ որ կային գործարաններ, աշխատատեղ, փող, ընչի չէ, հիմի երբ որ դուրս է իրանց հետ խոսային առաջին բանն որ իրանք կուզեին դիկ աշխատանքն է, շատ բան չէ, ապրել ու աշխատել իրանց քաղաքում, չկտրվել ընտանեկան ջերմությունից։ Իդեպ զգացել եք, օրերը տակցել են։ Դիկ կզգանի 88 այրոպորտի, ավտոկայանի ու մնացած մայլեկը, երբ որ ցան հալոցքներից հետո քարուքանդ փողոցների մեջ ամեն մեկն իր ֆիզկուլտուրայի հմտությունները կզարգացնե։ Դուր համար սպորտի քաղաք ենք, ամեն մայլա մեջ չեմպիոնը ունի։ Սա դες ինչ է, Գյումրեցին կուզե ղայդով գլատկի փողոցներ։ Որ ամեն իրան հարգող ասլան մեր ու ձեր վրա չհաճա, Գյումրեցին կուզե համ մարդասեր, համ կենտանասեր քաղաքապետ, որ թափառող շների հարցը անպայման լուծե ու գյումրեցիները հարավոտ շուտ կամ իրիգուն ուշ հանգիստ գործի էշտանու կան։ Գիտեմ, որ քաղաքի լուսավորությունը մինչև ժամը 2-ն է, բայց որ շների հարցը չի լուծե։ Որ մեր քաղաքի բնակիչները չվռազնան գործը շուտ ըմպրծնին ու էշտանտուն, կուզեն իրիգունը գոնե մինչև 9 աշխատող ու չուշացող տրանսպորտ, որովհետև ավելի հեշտ է դիմանալ աշխատավարձի ուշացմանը, քան օրինակ 18 համարի։ Գյումրիում ի տարբերություն ավտոբուսների ու սամոլյոտների այդ տարիները կթռնին, ու այդ տարիների ընթացքում դոմիկների մեր մասը պինդուցիկ իրանց տեղերն են։ Դոմիկի մեջն ապրողն ինչ կուզե, մարտավարի տունուն դուռ։ Իսկ այ արդեն Գյումրու զիբլնոցին մոդիկ մուշ ու բուլվարնի մայլեկը քիչ շատից նորմալ տան մեջ ապրող մարդիկ էլ մաքուր օդ չունին շնչելու։ Էլ չասեմ երեխեքի մասին, ոչ խաղահրապարակ ունին, ոչ է հանգստանալու տեղ։ Հետո եկսեն թե հմիկվասերուն տենջե հեռախոսների մեջ։ Գյումրու խնդիրները շատ են, էլ չասեմ կանաչապատման, մշակութային ու ոչ մշակութային շենք-շինությունների հիմնանորոգումների ու վերանորոգումների, ապօրինի շենք-շինությունների ու մնացած խնդիրները։ Այնքանից են կանել այս քաղաքի խնդիրներն, որ պետք է հերթով գրել թղթին ու փող գտնել դոնք լուծելու համար։ Մենք էլ մեր հերթին փորձեցինք 9 թեկնածուներին հիշեցնենք Գյումրեցու առաջնահերթությունները։ Ամսի 15-ից կսկսվի քարոզարշավը, ամեն մայլա իրա թեկնածուն ունի, բայց որ հարգելի թեկնածուներ, մեր խոսքը ձեզի է ուղղված, մենք ըմպես կհավատանք, որ ձեր քարոզարշավը կեղնի առանց վիրավորանքների ու դրական, հանակ չեմեն է, չեք հավատա պոլոս մուգուջին հարցրեք։ Մեր քաղաքի բնակիչներին էլ շատ կարևոր խնդրանք, որ ընտրությունների սաղը դեշտակ, ըմպես չեղնի ընտրություններին մասնակցեք, ըմպես ինչ-որ մեր հարցախույզերին, ըմպես որ մերոնցով ու ձերոնցով հավաքվեք, գնացեք ընտրության, որ փոփոխությունների արժանի քու Գյումրին, աստծով, գործով, այնց քու որոշումով եղնի այն ճիշտ քաղաքը, որին դու արժանի ես։ Դեսկ մեզիա շարուց ու փորձանքից հեռու լուսաբանումներ, ու ինչ խորես 33 տարի է, վստահեք ցայգին։